Սրտի տանիքներով Մուսա Production Մանկությանդ համն ու հոտը ուրակ ես տանում Պետք է տանի, տանում է իմ օրորոց, տանում է իմ տուն, մեր բակ, Արցախ, գիտես ու անկախ ամեն ինչից, թե ինչ տարիներ էին դրանք, որ հեշտ չէին, բարդ էին, պատերազմ էր, հետ պատերազմյան տարիներն էին, որոնք պակաս բարդ չէին, բայց միևնույն է, ես միշտ այդ իմ կյանքի այդ հատվածը միշտ ժպիտով եմ հիշում, միշտ ուրախությամբ եմ հիշում, որովհետև մենք չունեինք ոչինչ, բայց ունեինք մեծ երազանքներ ու մեծ նպատակներ, իմ սերունդը այդպիսինն էր, միգուցե դա զրկանքներն էին, միգուցե դժվարություններն էին, որ ստիպում էին մեզ դեպի ավելի լավ կյանք, ստիպում էին հավատ կար մեզ, չգիտեմ, ու այդ ամեն ինչը տենց խանդավառում էր մեզ, գունավորում էր մեր կյանքը, հիմա օրինակ իմ սերնդակիցների հետ, որ խոսում եմ, իմ ընկերուհիների, իմ ընկերների հետ, որ խոսում ենք, կիսվում ենք, բոլորս հիշում ենք այդ տարիները շատ լայն ժպիտով, որովհետև երևի թե բոլորի մոտ այդ նույն զգացողությունը կար, որ ապրելու տենտ կար, սենց, որ պետք է տենց ապրել, պետք է տենց կյանքից ամեն ինչը վերցնել, դա նույնպես անկառավարելի ընթացք էր, դա մեզանից կախված չէր, երևի թե դա հանգամանքներն էին ստիպում, որպեսզի մենք լինեինք այդպիսինը, չգիտեմ, միգուցե այսօր էլ երիտասարդները, մանուկները նույն ձևով են տենչում ապրելուն, լավ կրթություն ստանալուն, միգուցե, չգիտեմ, ես մերակ պատասխանատու եմ իմ համար ու իմ սերնդակիցների ու ես վստահ եմ, որ բոլորս այդ նույն զգացողությունը ունեինք, կար ընկերություն, կար բակ, կային սակավաթիվ խաղալիքներ, խաղեր, չգիտեմ, նույնիսկ տիկնիկի ծնունդ էին կարողանում նշել, հա, լավ էր։ Դոմ, իսկ լինում է, չէ, որ Օրինակ, երբ որ ես ազնվամորի եմ փորձում, մալինան, ճիշտ եմ ասում, ես գնում եմ գիրովական մամայիս հորաքրոջ բակ, իմ մանկություն, կա ինչ-որ մի միրգ, հատապտուղ, ժինգյալով հաց, այդ բույրը, որ դու լսում ես, ակամա այդ բույրը քեզ տանում է դեպի մանկություն։ Մանուշակ։ Մանուշակ։ Հա, մանուշակ, որ ցավոք սրտի Երևանում շատ հազվադեպ եմ տեսնում, գտնում, դե պարզ է, որովհետև Արցախում, Ստեփանակերտում մանուշակը իր ժամանակին, երբ ծաղկում էր գարնանը, շատ էր լինում, որովհետև այնտեղ չորս բոլորը կանաչ է, անտառ է, այսինքն ճանապարհը կարճ էր, հա, բոլորը խաղում էին, բերում էին, վավաճառվում էր, ու այդ գարնանային տոները հատկապես իմ մոտ ասոցացվում են հենց մանուշակի հետ, որովհետև պապաս միշտ այնց բոլորին մանուշակներ էր տերում, այսքան փոքր, ֆանտաստիկ բույրով թաց, հաց մանուշակի բույրը, գիտես ուրիշ, երևի թե ուրիշ մրգեր էլ կան, ուրիշ ասոցիատիվ երևույթներ էլ կան, որ տանում են, բայց ինչու նշեցի մանուշակը, որովհետև հիմա մանուշակը դարձել է դեֆիցիտ, շատ դժվար ես հանդիպում, նայում ես շատ ծաղիկներ կան, բայց մանուշակը գրեթե չես հանդիպում ես, եթե ինչ-որ անտառամերձ տարածքում ես գտնվում, դրա համար երևի թե մանուշակը ամենաուժեղն է ինձ հիշեցնում այդ տարիների մասին։ Տոմ, իսկ ես գիտեմ, որ մաման բավականին ուշ տարիքում է քեզ ունեցել, այսինքն դու տան փոքրն ես, բայց ում հետ ես ամեն ինչ շատ կապված եղել, պապայի ընկերներ, մամայի ընկերներ, ում հետ էիր ընկերություն անում տանը, եղբայրներ ունես, չէ՞։ Հա, եղբայրներ, տես, չէի անում ընկերություն, Տելևիզորի մեջ էիր ուզում մտնել փոքր ժամանակվանից ասում եմ։ Հա, այդ գիտենք, ոչ թե չէի անում ընկերություն, տես, քանի որ տարիքային տարբերությունը մեծ է լինում,
թե ծնողներիս հետ, թե եղբայրներիս հետ։ Մեր ընկերությունը մի քիչ ուշ է սկսվել, երբ որ ես արդեն մեծացել, հասունացել եմ, արդեն գիտակից տարիքում էի, այդ ժամանակ, երբ որ, այսինքն գիտակցությամբ երբ հասա իրենց, այդ ժամանակ սկսվեց ընկերությունը ընտանիքի բոլոր անդամների հետ։ Իսկ մինչ այդ ես ինձ երեխա է զգում, իրանք մեծերն էին։ Եվ հակառակը, ես իրենց համար երեխան էի, տենց իրենք մեծերը, հասկացար, տենց դրա համար մի քիչ ուշ տևեց իմ ընկերանալը ընտանիքի անդամների հետ, բայց ես զգացել եմ այդ պահը, երբ ինձ արդեն որպես մեծ էին ընկալում, ինձ հետ խոսում էին, ինչ-որ բան էինք քննարկում, եւ ինչ խոսք այդ օրվանից առ այսօր մենք, չգիտեմ, ընտանիքը տենց շատ պինդ ընկերություն է իմ համար ձևավորել, մենք էլի շարունակում ենք այդպես ընկերներ ենք, հա, մամայիս հետ, պապայիս հետ, եղբայրներիս հետ, նրանց կանանց հետ, երեխաների հետ, ոբշե մենք մեծ ընտանիք ենք, հա, այդպես վաղ տարիքում, բայց սկսեցինք ընկերանալ։ Իսկ մինչ այդ ես ունեի իմ նեղանձնական ընկերները, իմ անհատական օգտագործման ընկերները սակերտների մեջ, դա մեր բակի երեխաներն են, մեր դպրոցի, մեր դասարանի աղջիկներն են, իմ մտերիմ ընկերուհին է, որ առ այսօր մենք տենց տարիներ իրար հետ ընկերություն ենք։ Դա մի ձեր դպրոցի աստղը դու էիր։ Այն արտիստիկ երեխան, որ մենք տեսանք երգի թատրոնում բեմում Արցախի ձայներից։ Ինձ թվում է, այո, որովհետև մեր դպրոցում ինչ կատարվում էր, ես մեջը կայի։ Ես այդ ակտիվ դպրոցականներից էի, որ կապ չունի, այն ժամանակ դիսկոտեկաներ էին կազմակերպում։ Ես այդ կազմակերպչական կոմիտեում եմ, համերգներ էր, ես Բաքում համերգներ էինք տալիս դպրոց։ Նույնիսկ ուսանողական տարիներին ես էլի շատ ակտիվ ընդգրկված էի ուսխորհրդի մեջ, այդպես ուսանողական գարուններ, պատրաստադիր սցենարներ, բաներ, երգել, պարել, ամեն ինչ անում էի, ամեն ինչ։ Լավ էր էլի։ Տոմ, ինչը քեզ համար բեկումնային եղավ, դու եկար Երևան, սկզբից Արցախի ձայնով եկար, հետո Նարեկ Դուրյանի առաջարկը թատրոնում, հետո Women's Club-ը, բայց ինչն էր, որ քեզ այսպես լինում է, չէ, որ շրջադարձային են այդ հանդիպումները լինում, ու մեր կյանքում իրենք շատ մեծ ազդեցություն ու դեր են խաղում։ Տեսեք, եթե վերադառնանք ակունքներին, ինձ թվում է յուրաքանչյուրի կյանքում տենց կետեր կան, չէ, որ թեքում են, շեղում են, բարձրացնում են կամ իջեցնում են, բայց որ հետ գնանք, այդ ամեն ինչի սկզբնաղբյուրը երևի թե Լիռկու Բադրնան է, Արցախի ձայների հիմնադիրը, որովհետև ամեն ինչ սկսվեց այդտեղից։ Այնպես չի, որ ես ակտիվ չէի, ես իսկապես ակտիվ երեխա էի Ստեփանակերտի մասշտաբով, մեր դպրոցի, մեր համալսարանի ու թատերական ստուդիա էի հաճախում, բայց նրա ոնց որ նրա ինձ թևի տակ առնելը երևի թե արդեն ոնց որ ջրի ամբողջ ընթացքը փոխեց դեպի այն կողմ, որտեղ հիմա ես եմ։ Երևի թե դա էր, որտեղ առաջինը ինքն էր, հետո Արտուր Գրիգորիչներ, հետո Նարեկ Դուրյանն էր, որոնք էլի համարում եմ իմ վարպետները, հա, ումից ես շատ բան եմ սովորել, այսպես սպունգի պես ամեն ինչ կլանել եմ, որովհետև շատ ճիշտ տարիքում եմ հանդիպել նրանց, հա, այդ այն տարիքն է, երբ դու մեծ նպատակներ ունես, երբ դու ինչ տեսնում ես, սովորում ես, ով ինչ ասում է, հիշում ես, սպունգի պես։ Հա, սպունգի պես ամեն ինչ սովորել եմ նրանցից։ Տոմ, դու խաղում ես Մոնո ներկայացում։ Մոնո ներկայացման համար պետք է հասունանա դերասանը, որովհետև ես ինքս դերասանուհի լինելով գիտեմ այդ ինչի դժվար է։ Երբ որ կա խաղընկեր, այդ պինգ-պոնգի պես գնում է այդ էներգիան ու դու մենակ չես։ Մոնոն դա հսկայական էներգետիկա է պահանջում, որ հանդիսատեսը մի վայրկյան անգամ չթուլանա, հանկարծ չձանձրանա ու այդ պատմությունը բաց չթողնի։ Ոնց ես այդ ուժը ու ինքնավստահությունը քո մեջ գտնում։ Չգիտեմ։ Անկեղծ կար, բայց մի պահ անհանգստություն, թե չկար։ Միշտ, միշտ։ Ես ասեմ, տես
տարիներ առաջ Նարեկ Կոհանիչն էր անընդհատ ինձ ասում էր, որ դու պատմությունները լավ ես պատմում, պետքա անես, բայց այդ վստահության պակասը կար մեջս, որ ես չեմ կարող, ես վախենում եմ, ու այդպես հետ էի ձգվում, որովհետև իսկապես դա կար, այդ վախ կար, շատ մեծ վախ կար։ Հետո ես թողեցի այդ թեման, ինքս իմ մեջ թողեցի։ Հետո տարիներ առաջ իմ կյանքում հայտնվեց Սեթրակը Գոջամանյան, իմ շատ լավ ընկեր, ռեժիսոր, իմ ներկայացումների։ Եվ նա առաջարկեց, ասեց արի անենք, ես բնականաբար էլի այդ իմ երգս միացրեցի, որ ես չեմ կարող, ես դեռ պատրաստ չեմ, շատ հետաքրքիր բան ասեց, բա երբ ես պատրաստ լինելու 50 տարեկանում, դա իմ համար այսպես բան էր, զանգեր էլի, որ հա այդ հետաձգել, անընդհատ հետաձգել, կարող է այդպես էլ դու այդ օրը չապրես։ Հետո նախ այդ ֆրազան եղավ ինձ համար շատ ключевой, որ զրնգաց ականջներիս մեջ, եւ երկրորդը նա հարցրեց, ասեց, ինչի՞ց ես վախենում, ասում, բա վախենում եմ, բա որ դուրս գամ, բա որ չստացվի, ասում, լսի, ասում, քեզանից ինչ ա գնում, խաղալ, ասեմ, հա, ասում, խաղա, դու ուրիշ բանի մասին մի մտածի, մնացածը սաղ արա սցենարիստը գրելու է, ես բեմադրելու եմ, սաղ արվելու է, դու այդ ամեն ինչի մասին, դու պատկերացրու, դու խաղալու է, դուրս ես գալիս, դա քո դերն է, պետքա խաղաս, էդ էլ շատ այնպես զրնգաց ականջներիս մեջ ու ես կենտրոնացա հենց դրա վրա, երկողքի բաների մասին սկսեցի չմտածել։ Եթե մտածեի, միգուցե չգնայի այդ քայլի, բայց շնորհիվ նրա, շնորհակալություն Սեթրակին, որ ինքը այդպես կարողացավ ուղեղիս մեջ սերմանել այդ կարևոր բառերը, որ իմ վախերը քիչ թե շատ անհետանան, քիչ թե շատ։ Իհարկե բեմից առաջ անհանգստությունը միշտ կա, իսկ ընթացքում տամ։ Թե ընթացքում արդեն մոռանում ես։ Չէ, ընթացքում անջատվում եմ արդեն։ Էլ չեմ կենտրոնանում։ Ընթացքում սենց տրվում եմ այդ ջրերին ու նենց հետաքրքիր է, երբ որ դու խաղում ես զուգընկերոջդ հետ, դու այսպիսի ցիրկուլյացիա է էներգիայի։ Երբ որ դու մենակ ես խաղում ես հանդիսատեսի հետ, 300 հոգու հետ ես ցիրկուլյացիայի մեջ։ Իսկապես։ Վայ, գիտես ինչ լավ է, գիտե։ Այ օրինակ երեք խաղացի իմ մոնո ներկայացումը, մտերիմ ընկերուհիս այստեղ է, Լուսինեն եկել էր ու տենց եկավ, նայեց իմ մանկության շատ մոտիկ ընկերուհիս է, ոչ, եկավ, նայեց, հետո ներկայացումից հետո գնացինք միտեղ նստեցինք, որպեսզի քննարկենք ու ինքը անընդհատ նույն բաներ ասում, հոգնած ես, դու այդքան էներգիան գնա քնի, հոգնած ու ասում Լուս, ասում դու չես կարա պատկերացնել ինչպիսի էներգիա է գալիս դահլիճից։ Թվում է, թե դու սպառվում ես, դու ես տալիս, բայց դու կրկնակի ստանում ես ու ներկայացումից հետո կարող է մի 10-15 րոպե ինձ պետք լինում, որպեսզի ձայնալ արերս հանգստանան, դրանից հետո ես կարող եմ մի հատ էլ խաղալ։ Դուրս եմ ասում։ Ես կարող եմ մի հատ էլ խաղալ, որովհետև այդ էներգիան, որ դու ստանում ես դահլիճից, դա ֆանտաստիկ է։ Չգիտեմ, երևի ներկայացման մեջ դա այդքան էլ չես զգում, որովհետև դու այդ ամեն ինչը կիսում ես քո զուգընկերների հետ, քո էներգիան, իրանք իրենց էներգիան։ Բայց այս պարագայում որ դու մենակ ես, տետ 3 դու եւ 300 հոգի հանդիսատես։ Ես սպարտանցը։ Դո Օրինակ, շատ անկեղծ իմ կյանքի ամենածանր պահերին, երբ որ ես շատ դեպրեսիվ եմ եղել, սենց արդյունքներով, ինձ բուժել է բեմը ու իմ դերերը, որովհետև այն վերապրումը, որ ես խաղացել եմ, դա ինձ իսկապես ապաքինել է, մարդկա գնում է հոգեբանի մոտ է, չէ՞ խոսում։ Ես իմ կյանքի այդ դրվագները վերապրել եմ այդ իմ կերպարների մեջ ու այդ արդյունքները, որ հոսում էին, ինձ որ հետո գալիս ասում էին, կներեք, դուք ինչ որ բան եք, ասում չէ, ու զարմանում էի, բայց դա իմ ապաքինման ճանապարհն է։ Իսկ դու շատ մեծ փորձությունների միջով ես անցել։ Բեմը քեզ օգնում է, բուժում է ինքը։ Ինքը ոչ թե բուժում է, ինքը լավ ցավազրկում է։ Ինքը ցավազրկում է առաջին հերթին եւ ինքը նայ ցանկացած ցավ պետքա կարողանալ դարձնել ուժ եւ օգտագործել միտեղ։ Ինչ որտեղ պետքա դա օգտագործես։ Չգիտեմ, ես այդպես եմ, միգուցե ես այդպես եմ ինքս ինձ հանգստացնում։ Ու
իմ համար այդ բանաձևն է, որ դա դառնում է ինձ համար ուժ, որը ինձ օգնում է դուրս գալ բեմ, որը ես պետք է օգտագործեմ բեմում, այդպես։ Առհասարակ ցանկացած ցավի ժամանակ ասում են գեր զբաղվածությունն է, որ Փրկումը անվճար է, անվճար է ու ամենաօգտակարն է, որովհետև ինքը նաև խթանում է քո աճին, քո ամեն ինչին։ Ես հավատում եմ դրան, իսկ այդ բոլոր ցավերը ես փորձում եմ ինձ համար ուժ դարձնել ու կիսվել այդ ուժով, թե իմ աշխատանքի մեջ, թե իմ հանդիսատեսի հետ, չգիտեմ, մարդկանց հետ։ Տոմ, սովորաբար մենք մեծանում ենք, մենք ունենում ենք մեր ներքին նվաճումները, չէ՞, որ ուժեղանում ենք, այ դառնում ենք այսպիսին։ Այդ ներքին նվաճումները մենակ մենք գիտենք։ Կարող է դա շատ ինչ-որ ոչ երևացող պատմության հետևանքով լինի։ Երբեմն շատ ակնառու մի բանի հետևանքով։ Այ ինչն է քեզ, որ դեպքերն են, որ քեզ փոխել են ու դու որպես Տոմա մեծացել ես, որպես կին ձևավորվել ես։ Երևի հենց քիչ առաջ խոսացինք, երևի հենց այդ ցավերն են, որ մեզ կոփում են, ուրիշ չեն դարձնում, այդ աճ են։ Ցավոք սրտի դու աճ ես գրանցում դրանից։ Լավ կլներ այդ աճը ուրիշ բաներից լինել, բայց երևի թե ամենաուժեղ աճը հենց այդ ներքին ցավերից է լինում, որովհետև դու չգիտես ինչ անել, դու սկսում ես դրա հետ ապրել 1, 2, 3, 4 ու դու հասկանում ես, որ դու արդեն վերապրում ես դա, դու արդեն վերաճում ես այդ ամեն ինչը։ Երևի թե այդ դեպքերն են, չգիտեմ։ Գիտես, այ Մաշայի հետ խոսում էինք օրեր առաջ ու երբ որ հարցրեցի Մաշա, ասեցի, քո կյանքի ամենամեծ ճգնաժամը ո՞րն էր։ Ինքը ասաց, գիտես, պատերազմը, երբ որ մենք Միացյալ Նահանգներում էինք ու երբ որ մենք նայում էինք մեր ընկերոջը, Տոմային, ասում թե ինքը ինչի միջով էր անցնում։ Իր ամենամեծ ճգնաժամը ինքը որ հիշեց, այդ դրվագներ քեզ հետ կապված։ Ինձ թվում է ժամանակը մեկա չի բուժում։ Ինչ որ բան ուղղակի սպիանում է, ինչ որ ձևի մեջ։ Բայց դու քո կարոտը, որովհետև որտեղ որ դու ծնվել մեծացել ես, որտեղ որ քո լավագույն տարիներն են, որտեղ որ քո մանկությունն է, որը մեկը մեզ, երբ որ մենք հիշում ենք, այնքան ջերմությամբ ենք հիշում, որտեղ դա շատ տաքուկ ու ապահով անկյուն է, չնայած ինչքան էլ որ ինքը շատ անապահով է եղել։ Դա ինչի միջով ես լրացնում այսօր։ Մամայի, պապայի։ Առաջին հերթին լրացնում եմ իհարկե ընտանիքիս անդամների շնորհիվ, ծնողների, ընտանիքի եղբայրների, լրացնում եմ շփումով իմ արցախցի ընկերների հետ, հա, մենք առ այսօր շփվում ենք, հանդիպում ենք, կապի մեջ ենք, լրացնում եմ բարբառով, ես օրվա մեջ երևի 70-80%-ը բարբառով եմ խոսում։ Միայն արցախցիների հետ։ Ոչ միայն։ Երբեմն նույնիսկ ոչ արցախցիների հետ, երբեմն սայթաքվում է, փորձում եմ խոսել շատ բարբառով, իմ համար դա սկզբունքային է, որպեսզի բարբառը պահպանվի։ Չգիտեմ, երևի հիշողությունները նույնպես կարող է կարոտը չեն լրացնում, բայց լավ է, որ հիշողությունները կան, ես չեմ ուզում ոչ մի բան մոռանալ։ Երազներ, շատ հաճախ տեսնում եմ երազներ։ Գնում ես Ստեփանիկ։ Հա, ինչ ես անում, բազում ես։ Ինչ ասես։ Ես вообще երազների բան եմ, շատ տարօրինակ սյուռի երազներ եմ տեսնում, սարսափելի, ու նույնիսկ իմ մտերիմ ընկերները բան գիտեն, որ արդեն ամիսը մեկ գրում են նոր երազ չկա։ Հա, իրականում ես տենց շատ եմ երազներ տեսնում ու երբ երազները տեսնում որ զարթնում եմ, բան եմ անում, որպեսզի չմոռանամ, արագ-արագ ինչ որ մեկին գրում եմ դա։ Սենց գիշերվա 1000-ին սենց տեսնում սենց ա եղել, ուղարկում եմ բոլորին։ Ուղարկում եմ, որ չմոռանամ, որ հիշեմ այդ երազը։ Չգիտեմ, հիմա գիտես օրինակ մեր սրբուկը, որ
հադրութից էր, չգիտեմ Սուրբուկ ինչ Հա, ճանաչում ոչ ես, չէ։ Հա։ ինքը երբ որ գալիս էր թատրոն, էլ փախլավաներ, էլ ժինգյալով հացեր, գիտես, սենց մեծ պրավիզով գալիս էր։ Ու երբ որ ինքը ասեց, որ մամաս արդեն տունը պիտի թողնենք, ասում է, այդ սաղ կոմպոտները, այդ սաղ պահածոները տունը մաքրել էր, մաս մաքուր, ասում էի, մամա, ինչի ես տենց անում, այդ ասում էր, թող որ գան տեսնեն իմ տունը մաքուր տուն։ Հա, ու դա միակ դեպքը չէր։ Ինձ շրջապատողին բոլոր ընկերները, բոլոր ծանոթները մեծ մասը նույն բան սաղ հավաքել են, սիրուն դասավորել են, սիրուն մաքրել են, նոր դուռը փակել ու դուրս են եկել։ Իսկ ձեր տնից մաման ու պապան ինչ էին բերել տո։ Որը որ քեզ այդ տան ջերմությունը փոխանցում է երբեմն։ Դե մենք Մաշան պատմեց երևի մենք Միացյալ Նահանգներում ենք, որ ես իմացա, որ այլևս տուն չեմ գնալու։ Դա երևի թե ամենասարսափելի զգացողությունն է, որ դու գիտես, որ էլ տուն չես գնալ։ Ու լավ էր, որ ես իմ մեջ ուժ գտա հաջորդ օրը, երբ որ արդեն մերոնք հավաքվում էին, արդեն գիտեն, որ դուրս են գալու, ես հաջորդ օրը նստեցի ու սկսեցի մտածել, ես ինչ պետք է այնտեղից ասեմ, բերեմ, ու ասեմ ցուցակեր, շատ մանր բաներ, որոնք ինձ թանկ էին, դա իմ խաղալիքներն էին, Են մինիմալսներ։ Դա իմ խաղալիքներն էին, դա իմ մանկության հետ առնչվող բաներ են, դա նվերներ էին, որ ինձ շատ հարազատ մարդիկ են նվիրել։ Ես կարողացա մեջ ուժ գտնել, այդ ցուցակը կազմեցի, հա։ Ու անընդհատ հիշում եմ այդ ամբողջ օրը, ես ժամը 1 մի բան հիշում եմ ու զանգում էի, ասում եմ, էս կբերեք, էս ինչ դարակում է, էս ինչ դարակից էս կբերեք, բան, ու ամեն ինչ հարկածու բոլորը հավաքել բերել են ու շատ մի հատ հետաքրքիր պատմություն կար, տարիներ առաջ ես ուսանող էի, առաջի կուրս էի կամ ինչ, տենց մամաս եկել էր 2 հատ տենց արծաթի բողբոջիկ էր բերել, արծաթի տենց կապերի բաներներ, ասում մամ, ես ինչ է, բայց չգիտեմ, ասում մի հատ բան է, ինչ որ բերել են, նիտո նվիրել էին իրեն, նիտո ինչ, ասում շատ հին է, էլի ասում տամ քեզ, բան, ասում դե ես երիտասարդ գիտեմ, որ հին է, բայց հələ որ ոչային գործածելիությունը չեմ գտնում։ Ասի լավ, դե ասում թող մնա, հաստատ մի օր ես դրան կանդրադառնամ, ու սենց բանն է, շկատուլկա ունեի փայտից, դրեցինք այդտեղ ու այդպես մնաց։ Ու ես մոռացել էի այդ բողբոջների մասին։ Ու երբ որ Միացյալ Նահանգներից եկանք, մի քանի օր անցավ, ես հիշեցի բան, եկա մամայիս, ասում մամա մոռացել եմ, ասում շկատուլկան բերես։ Մեկի մամա սենց արեց, ասում բա վերջի վարքյանին, ասում երեխեն եկավ, ախորս աղջիկը եկավ, ասեց կարամ Տոմայի շկատուլկան վերցնեմ, ասի վերցրու։ Ու դու չես կարա պատկերացնել, վազելով գնացի, ասեմ դորկա, ասում ուրա, ասում դեր շկատուլկը, բանս բերել երեխան բացեցի, տեսնեմ բողբոջները մեջ։ Հետո այդ բողբոջներով սիրունական յոգուրտ սարքեցին, հիմա ներկայացման մեջ հագնում։ Ու իրենք քեզ ուրիշ էներգիա են չէ փոխանցում։ Ու այդպես այդ նույնիսկ չենք ձևափոխել, այսինքն չենք մաքրել, բան չենք արել, տիրահնությունը հնամաշ, արդեն արծաթը մաշված, այդպես ականջողներ են կարել։ Մի խոսքով այդ ամեն ինչ ինձ շատ հարազատ էր, հասցրել եմ ասեմ, ճիշտ է, հիմա օրինակ բաներ եմ հիշում, ասեմ վայ, էս ինչը, վայ, այն ինչը, հա, բայց դե ամենակարևորները, ամենաթանկ իրերը երևի թե այսօր այդ կուզենայի բոլոր իրերը փրկել, բայց դե հիմա դա արդեն իրերի մասին չի պատմություն, բացարձակապես։ Ծնողներից այդ բարությունը ուղղակի աչքերից իրանց թափվում էր, ինտելիգենտությունն ու բարությունը։ Ինձ նենց հետաքրքիր է, օրինակ քեզ ինչ են սովորեցրել իրենք։ Կա չէ խորհուրդ, մի բան, որը որ միշտ քո յուրաքանչյուր ճանապարհին դու մամայի կամ պապայի ձայնը լսում ես, կամ դա մի բան է, որը որ քեզ շատ օգնել է քո տեսակի ձևավորման մեջ։ Ճիշտ ես, բայց ես ոչ թե ձայն եմ լսում կամ ինչ որ բան են ասել, այլ արել են։ Միշտ ցանկացած բարդ սիտուացիաներում, երբ որ չգիտես ինչ անես, բան, ես միշտ մտածում եմ, ասես մամաս ոնց կանի։
ու այդ ամեն ինչը ինքը որ ասենց օրինակով ծառայելը ոչ թե չեմ հիշում որ այդպես նստենք տենց զրույցը գիտես պետք է այսպես անել որ չէ դա ուղղակի ես տեսել եմ իրենք ոնց են ապրում ու իմ համար դա է ձևավորվել որպես ճշմարտություն որպես հիմք քայլերի արարքների իրենք այնքան հանգիստ էին իրանց բնույթով երևում բայց երբ որ լինում է այն ահավոր տագնապի ազդանշանը որ լսում էիք ինչ էիք անում երբեք այդ եմ ասում ես փոքր է առաջին պատերազմի ժամանակ երբ նույնիսկ այդ տագնապի ձայնը լսում էինք դե պանիկա էր այդպես ճիշտ է երեխա ես բայց այդ պահին բան անես տարօրինակ է դու ոչ թե այդ ձայնից ես վախենում այլ միշտ վախենում ես որ հանկարծ քո մտերիմներին ինչ որ բան չլինի դա ավելի մեծ բան ավելի վատ զգացողություն է քան տագնապի ձայնը կյանքում մամաս պանիկա չի արել երբեք ինքը մենք էլ ապրում ենք վերջի հարկում 5-րդ հարկում այդ որ ձայնը լսում ենք պետք է իջնեինք նկու ասենց լուրում ու ինձ հավաքում էր մեզ ու հանգիստ քայլերով հիշում է այդ բան վայ այս չկար իրար կորցնելը իսկ պապան դե պապային այդ ժամանակ չենք տեսել որովհետև պապան տանը չէր ոչ մեկի պապաները այդ ժամանակ տանը չէին հա իրանք այդպես ամեն մեկը իր ծառայությունն էր մատուցում երկրին այդպես չեմ կարող ասել այդ ընթացքում չեմ հիշում պապային այդ պերիոդում էլի հիմնականում մամայի հետ ենք որ նկուղային տարիներ էլի բայց ասում եմ երբեք չի եղել այդ պանիկան վազքը բանը դա իսկ որ շատ հուզված ես լինում հուսահատ ես լինում ընկճված ջղայն ինչ ես անում, լաց ես լինում, քնում ես, տանից դուրս չես գալի, հեռախոսից չես պատասխանում, դե հակառակը։ Ամբողջը իրար հետ։ Հա։ Ամբողջը իրար հետ։ Կարողանաս ինչ-որ մեկի հետ կիսվես, խոսես, որը որ քեզ կօգնի, կսփոփի։ Այդ պահին չէ հետո։ Պիտի անցնի։ Հա, պիտի, չէ, այդ պահին պետք է մնամ մենակ ինքս ինձ հետ։ Հա, այդ պահին չեմ ուզում ոչ դուրս գամ, ոչ բան ուզում։ Իսկ ինքդ քո հետ խոսում ես։ Շատ։ Հա։ Ես նույնիսկ ինքս իմ հետ խոսում եմ, երբ կողքս մարդ կա։ Այնքան, վայ, այնքան ծիծաղելի է։ Ես դա չեմ նկատում, բայց իմ ընկերներս ինչ, ասում ոչ, բան ես ասում, բան չի ասում, բայց հա ինքս իմ հետ նույն վարելու, ինքը անդադ իմ հետ խոսում, ես իմ հետ շատ լավ եմ։ Իսկ այն 3 կարևոր հարցերը, որ Տոման ինքը իրան տալիս է սովորաբար։ Անեք ես ասեմ քնար, ինչը քեզ հիմա կուրախացնի, որ զգում եմ շատ ընկճված տխրում, անդադ նախ ուզում հասկանամ ինչի եմ, լինում է չէ որ դու չես գիտակցում սկզբից ինչի ես տենց անտրամադիր։ Հետո ասում քնար, օրինակ քեզ հիմա ինչը կուրախացնի։ Ու սկսում եմ հասկանալ ինչն է ինձ տխրացնում, հետո սկսում եմ հասկանալ ինչ ինձ կուրախացնի։ Դու քեզ ինչն ես հարցնում օրինակ։ Նախ փորձում եմ չտխրել երբեք գիտես մանավանդ այս ամեն ինչից հետո ինչ որ կատարվեց ամեն ջենքան անարժեք հաճա վայ հա այն որ sense հասկանում ես որ ոչ են այդ խնդիրները ու այնքան հեշտ ամեն ինչ կորցնել է մի վարքյանում ու դրա համար քանի կա այս ամեն ինչը պետքա միշտ պետքա ուրախ լինես, պետքա ժպտաս, որ այդ ամեն ինչը կա, հասկանում ես, դրա համար դե լինում է պահեր, հա, որ անկումներ եմ ունենում, բայց ես գիտեմ, որ դա օրինակ ինձ պետք է այդ անկումը, տենց էլ մնում եմ այդ անկման մեջ մի քանի ժամ կամ կարող է մի օր, ասեմ պետք է թող մնամ, էս էլա պետք, հետո ես գիտեմ, որ հետ եմ վերադառնալու, որովհետև չի կարելի տխրել, պետք է ամեն մի վարքյանը, ամեն մի րոպեն տենց շատ դժվար է, հիմա տենց գիտես թեորիայի մեջ այնքան գեղեցիկ են հնչում բառերը, հա, բայց դե хотя бы надо к этому стремиться. Տոմ, տղամարդու մեջ, ինչն ես ամենից շատը կարևորում ու գնահատում։ Ադե տղամարդը նենց երևույթ, հա, մի բանով չես կարա եզրափակել։ Դե ասա։ Էսի նախ մարդ տեսակը, որ sense որ լավ մարդ լինի, լավ մարդ լինի։ Որտեղ երբ որ տղամարդը լավ մարդ չի լինում, ինքը նենց դժվար է իրանց համար։ Գիտես ինչ է դժվար, երբ որ աղջիկը լավ մարդ չի լինում, իսեք ներելի է, ասում են, չէ՞, իսեք ասում են բանա, ստերվայա, այդ ստերվայի մեջ, համայք կա, չէ՞, ինչ է բան։ Տղամարդը երբ որ լավ մարդ չի լինում, ինքը դառնում է կնիկ։ Իսկ դա տղամարդու համար ամենամեծ վիրավորանքն է, էլի, դրա համար լավ մարդ լինել։
հա, մեծահոգի, բարի, մեծահոգի, ազնիվ, չգիտեմ, առատաձեռը։ հա, սա լավ մարդու մեջ մտա, հասկանում ես, որ դրա համար կարևոր է շատ, որ ինքը լավ մարդ լինի։ Գիտես, ես այնքան ուրախ եմ, որ քո կողքին հիմա շատ լավ մարդ է։ Շատ լավ մարդ է, շատ։ Ես իրան շատ եմ սիրել, հատկապես տանիքներովից հետո եմ սիրել։ Կարելի է չէ՞ սենց բաց ասել, թե չես ուզում ասեմ, թե անունը չտամ։ Անունը չենք տալիս, ովայի։ Միշտ դուք տենց պայմանավորվել եք, հա, կյան կմեռնեմ։ Նայ նույն բանում լեփո ինֆոխմայա էսա։ Դուր գալ սենց ավել պակաս չխոսած։ Ու գիտեմ, որ պանիր է, չէ՞, շատ սիրում։ Ձեր սառնարանում պանիր միշտ կա, չէ՞։ Պանիր կա մեր սառնարանում, մեկ է ես։ Պանիր ասում, մեկ էլ ինձ։ Եկել քեզ։ Դամ, իսկ ինչն էր, որ հասկացար, որ օրինակ ինքը կարող է լինել քո կողքին ու քո տղամարդը, թե այնքան ինքնաբերաբար ստացվեց։ Հա, այդպես տենց կետ չի եղել, որ տենց քնեմ զարթեմ ասեմ։ Այդ չի։ Երի մարդ տեսակը շատ կարևոր էր ու դա նախքան այդ ամեն ինչներ էլի են, որ սենց շփվելը, ընկերություն անելը, բանիքսին շատ նադյոժն, հուսալի անձնավորություն է, շատ։ Այն որ այդպես սենց դրա համար դա երևի, չգիտեմ, անկախ այդ գեղարվեստական բաներից, Հարաբերություններից։ հա, գեղարվեստական հարաբերություններից նախ Սրտիկներից։ հա, առաջնայինը այդ կորիզնա իր մարդկային տեսակի, որ իսկապես շատ որ քեզ համար անփոխարինելի է։ Այդ հուսալիություն, որ հենարան է ինքը քեզ համար։ Միանշանակ։ Իսկ երբ որ շատ տխուր ես իր հետ կիսվում ես։ Այդ պահին չէ, ճիշտ է, ինքը բան է։ Իսկ ինքը հարցեր տալիս է։ Բա ինչ ան։ Այդ պահին չէ, բայց հետո, հա, հետո երբ որ հանգստանում եմ, առհասարակ հանգստանում եմ, այդպես գալիս սախ պատմում եմ ինչ կատարվեց իմ ներսում այդ պահին։ Իսկ ինքը քեզ հետ կիսվում է։ Հա։ Ինքն էլ է պահը վերապրում, հետո գալիս խոսում, թե կարողանում ես դու իրան այդ ճիշտ պահին օգնես։ Այ չեմ մտածել։ Ինքը չէ, ինքը նենց է վերապրում, որ բոլորը հասկանում են ինչի վերապրես։ Հասկացա։ Ես օրինակ լռում եմ, ես հենց բան եմ լինում, ներամփոփ եմ դառնում, այսպես ընկնում եմ ինքս իմ մեջ, դե մարդիկ ամեն մեկը մի ձև է տանում, մարդկա որ սենց ցայտուն ամեն ինչ տանին, հայը բոլորը հասկացան ինչ կատարվեց, ինչի կատարվեց, էլի այդ է տարբերությունը։ Իսկ օրինակ դու գիտես ինչն է իրան շատ բարկացնում, որ դու սանես դա ինքը ինչն է դա Տոմա ջան։ Ուշանալ։ Բայց դու չես ուշացել այսօր Տոմ։ Մի րոպե, 2 րոպե։ Դա իր համար դա գիտես ինչ է։ Հա, որովհետև ինքը 15 պակաս էր եկել հիշեցի։ Դա որով դա անբացատրելի բան է։ Ու ես անդադ իրան ուզում եմ համոզել, որ ես կին արմատ եմ։ Այդ 10 րոպե ուշանալը բնական է։ Թանկ է, դա ուշանալ չէ, հասկանում եք։ Սեթևեթում է։ Չէ, ինքը դա չի ընդունում, չի հասկանում, չի պատկերացնում։ Իսկ շոփինգի հետ գալիս է Տոմ։ Չէ, առանձին են գնում։ Որտեվ չի սիրում սպասել ինքը, թե։ Հա, չի սիրում սպասել, ասենց նո հա լինում են դեպքեր, երբ միասին ենք, բայց ես էլ այդ գործը ես սիրում եմ մենակ լինել։ Իսկ հետո գալիս իրան հագնում ցույց ես տալիս։ Պարտադիր, հա։ Դա նույնիսկ նկարում ուղարկում եմ, թե, հա, ոչ թե չոր ինքը իրան թույլատրելի կամ անթույլատրելի չէ, ուղղակի կիսվել, ասեմ ոնց է, լավ է, այդ բա։ Դուք ընկերներ եք որովհետև ինձ թվում է առաջի հերթին։ Հա, շատ մոտիկ ընկերներ ենք։ Դրա համար ուշանալը, դա մենք ոնց ասեմ քեզ, նույնիսկ երբ դեպքեր են լինում, ասում տես մարդկա 40 րոպե է ուշանում։ Մարդկա մի ժամուկի։ Հա, այդ է ասում։ Ասում ուշանալի ինչ, հա 10 րոպե աղջիկական է, վերջին վարքյանից սպասի մի հատ հասկանում ես, էս է իմ ուշանալը։ Տոմ, իսկ ինքը ռոմանտիկ է, տենց առավոտյան սուրճ անկողնում, ծաղիկը մեջը, չգիտեմ, դուք մի մանանդ միասին գնում եք սիրուն հյուրանոցներում հանգստանում եք, ես տեսնում եմ։ Լսի, ես այդ մտածածին ռոմանտիզմները չեմ սիրում։ Հա, այն որ սենց կազմակերպված է, այդ կազմակերպվածը չեմ սիրում, այդ դա ոնց ասեմ, օրինակ հիմա ես ու դու խոսանք, անձրևը գա, ու մենք շարունակենք նկարել, ինչ ֆանտաստիկ կլինի, չէ՞, որտեղ դա սենց սարքած չի, ինքնաբերաբար ստացվում է։ Հասկանում ես, երբ որ դա
պահն է, դու պահի տակ ես։ Իսկ ես կադրում օրինակ վերջերս նայեցի թանկարժեք տղաները ու ես ասեմ, որ դու հրաշալի ես խաղում, ֆանտաստիկ։ Իմ ամենասիրած կադրերից մեկը, երբ որ դու Պոնչը հանդիպում եք, այնքան համով էր լուծած, բայց այն անսահման, որ ուղակի բարձրաձայն ծիծաղել եմ ու շշմ եմ բարի կտորը Մկրտիչ Արզումանյանի գժանոց, հոյա կապեք։ Մերսի շատ, Ու այնքան դժվար է մայր չլինելով, դու հրաշալի մամա էիր խաղում։ Հա, ինչ լավ է։ Գիտես, շատ դժվար է, ինքը ֆիլմը ավելի հումորային, գրոտեսկային պահերով է, գրոտեսկի մեջ համոզել մարդուն քո ապրումների մեջ։ Իսկ դու համոզիչ էիր շատ։ Ինչ լավ, ինձ համար դա շատ կարևոր է։ Օրինակ 25 անգամ լինի այդ բարի կտորը ես կնայեմ։ Հենց մենակ այդ կտորը նայելու համար անպայման գնացեք այդ ֆիլմը նայելու։ Հա, իմիջիալոց շատերն են, հիմա բոլորը գնում են ֆիլմը դիտելու ու այդ սոցհարթակներում ինձ նշում են ու մեծ մասը հենց այդ բարի կտորն են նշում, ու հասկացա։ Իսկ Պոնչի հետ կադրում դու քեզ ո՞նց ես զգում կադրի մեջ։ Լավ։ Իսկ իր կարծիքը քեզ համար հեղինակավոր է, որ ասի տո մնաք այս մասը կարաս սենց անես կամ չգիտեմ։ Գիտես ինչքանով է հեղինակավոր, որովհետև ես ինձ կողքից չեմ տեսնում, այդ պահով, հա, որ Իսկ իրեն դու վստահում հավատում ես։ Հա, այդ պահով, հա, որ ինքը կողքից նայի, ասի օրինակ խաղին չէ, խաղի վերաբերյալ չէ, որովհետև իմ համար ոչ թե չեմ վստահում, այլ խաղի վերաբերյալ առհասարակ կոմենտները արտիստի կողմից իմ համար մի քիչ սպეციფიկ են, որովհետև յուրաքանչյուր արտիստ ունի իր սուբյեկտիվ վերաբերմունքը այս կամ այն նախադասությանը, այս կամ այն դերին, կերպարին, ես այսպես կխաղայի, իհարկե դու այդպես կխաղայիր, որովհետև դա դու ես, այստեղ ես եմ, իսկ ես այսպես կխաղայի։ Դրա համար լավ ռեժիսորները, երբ որ իրանք չեն խառնում, իրանք քեզ խնդիրն են տալիս, թե դու ոնց ես ընկալում ու վերարտադրում այդ ամեն ինչը, իրանք կարող են քեզ շտկել, ասել, չէ, այս սիտուացիան ստեղ մի քիչ թույլատրու, ստեղ ավելացրու, այդ ուրիշ բան, բայց երբ որ արտիստը արտիստին է խաղի վերաբերած, դա իրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, դա որ դա իրանց տեսանկյունն է, քոնը չի, դա իրանց արտիստիկ տեսանկյունն է, հասկանում ես, դա մի քիչ սպეციფიկ է իմ համար։ Դրա համար իհարկե լսում եմ, բայց չեմ թողնում, որպեսզի իմ վերարտադրանքի վրա դա ազդի, դա փոխի իմ տոմայի վերարտադրանքի վրա։ Վերցնում եմ այն բաները, որոնք բան են, որոնք տեխնիկական բնույթ են կրում, հա, իսկ էմոցիոնալ գույները դա քոնը պիտի լինի։ Ամենադժվար հատվածը ֆիլմում ո՞րն էր քեզ համար հաղթահարել։ Ծննդաբերության կտորներ ինձ համար շատ մեծ challenge էր, որովհետև դա առաջին անգամ էր, որպես դերասանուհի, առաջին անգամ էի խաղում, բնականաբար Իմիջիալոց այդ նատուրալ կտորները նման օրինակ շատ դժվար է նկարել ու շատ դժվար է ցուցադրել, որ ինքը լինի ճիշտ, բնական, բայց միևնույն ժամանակ չվանող, բայց հրաշալի էր արված այդ կտորը ու դու շատ լավն էիր։ Որովհետև Արշոն մեզ հետ հավասար ծննդաբերում էր։ Անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, ինձ թվում է իր համար էլ շատ կարևոր, որպեսզի այդ կտորը ստացվի, հա, մեզ համար էլ, թե Լուիզայի, ու դրա համար ինքը մի րոպե մեր կողքից չէր գնում, ինքը որպես ռեժիսոր ամեն ինչ արել է, որ մեզ համար դա շատ հեշտ ստացվում, որ մենք չզգանք էլ ինչպես ծննդաբերեցինք, հասկանում ես, դրա համար մերսի իրան, այդ առումով շատ մեծ թիկունք էր։ Իսկ Մկրտիչի հետ Արզումանյան խաղալը քեզ հաճելի է։ Շատ օգնում էր ինքը քեզ։ Հա, ինքը այն պարտներներից է, որ տվող է։ Ինքը տալիս է։ Իր համար չի խաղում։ Հա, չէ, ինքը իր համար չի խաղում, տենց ես խաղացի, դու էլ քո համար ստեղծի քո աշխարհը, չէ, ինքը պարտադիր իր աշխարհով կիսվում է։ Պարտադիր, այն որ սենց երկուսով ենք էփում բոլոր, սկզբից 3-ով ռեժիսորի հետ, հետո արդեն երկուսով ենք էփում բոլոր դիալոգները, որ սենց մաքսիմալ բան ստանանք, այն որ սենց մաքսիմալ գեղեցիկ երաժշտություն ստանանք, չէ, դրա համար անխոս էր։ Հրաշալի էր, ես շատ ուրախ եմ, որ դու այդ ֆիլմը ունես, որովհետև ես վերջի շրջանում տենց բավականություն չէի ստացել, անկեղծ եմ ասում, շատ թեթև ու շատ լավ ֆիլմ է ստացվել, այնպես որ գնացեք դիտելու։ Տոմ, մի քիչ խոսենք խանդից, ինչ ես կարծում,
պետք է կինը ցույց տա իր խանդը, դնեք դու ցույց ես տալիս, որ խանդում Ես ես։ առհասարակ խանդոտ կին չեմ, դրա համար ես չեմ հասկանում, չեմ ասում, լուրջ եմ ասում։ Տոմ, դա գալիս է բարձր ինքնագնահատականից, որ դու չես խանդում։ Չգիտեմ, ես չեմ հասկանում դա։ Ու երբեք չես խանդել։ Նայ, ես սենց եմ ձևավորել այդ ամեն ինչը։ Չգիտեմ, եթե սխալ եմ, երբ որ կան առողջ լիարժեք հարաբերություններ, երբ որ դու զգում ես, որ քեզ սիրում են, դու զգում ես, որ դու ուշադրությունը ստանում ես քո սիրած անձնավորություն եւ տալիս ես։ Այս ամեն ինչի մեջ ես խանդ չեմ տեսնում։ Չի կարա այդտեղ խանդ լինի, բայց կան պարագաներ, նայ, երբ որ կինը այն իր հասանելիք ուշադրությունը ու սերը չի ստանում ու երբ որ այդ ֆոնի վրա նա տեսնում է ուշադրություն իր տղամարդու կողմից մեկ այլ անձնավորության վրա այդտեղ ինքը սկսում է իրեն հարցեր տալ ինչի այդ պարագայում ես հասկանում եմ դա կարող է անխանդ չի դա կարող է ես դրան անում եմ այդ աղջկան ուշად կամ չեն սիրում կամ քիչ են սիրում կամ իսին ավելի շատ են սիրում բայց այդ առողջ հարաբերությունների մեջ ես չեմ տեսնում այդ չգիտեմ ինչ պիտի լինի էլի որ տենց օրինակ ինչ պարագայում պետքա խանդես չեմ հասկանում սովորաբար միշտ ասում են որ լավ հարաբերությունները ամուսնական զույգը, սիրահարված զույգը, չէ, որպեսզի այդ զգացմունքի թարմությունը պահվի, որովհետև ժամանակի ընթացքում ցավոք այդ կենցաղը, այդ ամեն ինչը մի տեսակ ամեն ինչ դառնում է սովորական։ Մեկ-մեկ այդ սովորականությունը սկսում է սպանել այդ էմոցիաները, այդ բուրն էմոցիաները, որին մենք կարոտում ենք, օրինակ չգիտեմ, ես նկատել եմ, օրինակ ամուսինները սկսում են ոնց է սկզբից որ ժամադրվում եք, մի հատ անկյուն եք գտնում, որ արեք մի հատ համբուրվեք, չգիտեմ, գնաք, չէ՞։ Դե իֆուր ամուսնացած եք, էլ փողոցում չեք համբուրվում, չէ՞, ասենք առիթից առիթն համբուրվում։ Հիմա ես շատ պրիմիտիվ եմ ասում, բայց ինչ ես կարծում, այ ինչն է, որ օրինակ դու զգացել ես, որ պիտի սա արվի, որ այդ հարաբերությունները էմոցիաները թարմ մնան։ Չգիտեմ, ես չեմ այդ հարցը ինքս ինձ անկեղծ եմ ասում չեմ տվել, բայց այ հիմա ասեցիր, ես մի բան հասկացա, ոչ թե հասկացա, այտենց մտաբերեցի, որ շատ կարևոր է հումորը հարաբերություններում։ Ինչը ձեր տանը չի պակասում։ Պետքա կատակել անընդհատ ինքդ քո վրա, իրար վրա, այն որ դա այդ խինդը, այդ ծիծաղը, չգիտեմ, ինձ թվում է ցանկացած կենցաղից վեր է ու ցանկացած այդ պաչիկներից անկյուններում պաչիկներից ավելի այդպես հա չգիտեմ հա երևի թե երևի այդպես չէի մտածել էլի որ այսինչ որ թե ֆլիրտ մի քիչ այսպես որպեսի sense ворթերը մի քիչ sense շարժ վինասեն այսօր գնաց թիթեռնիկները զարթնեն սկսեն թռչել չգիտեմ չեմ մտածել դրա մասին մտքից ծերով դա անգամ չի անցել որովհետև երևի մեր կենցաղում այնքան շատ է հումորը իրար հանդեպ ամեն մեկս մեր հանդեպ այդպես տենց շատ լեցուն է դրա համար սկի չենք մտածում էլի այդ ամեն ինչի մասին երևի թե չգիտեմ ինձ թվում է ձեր տան ծախսողով ավելի շատ կոմունալները ով է ձեր տանը վճարում Դե քանի որ ինքը կոմտերի մանձնավորությունը մենք շատ ենք սիրում իր համար անհանգստանում, առավել ևս որ ինքն է վճարում։ Հիմա մեծ շատ կարևոր բան ասեմ, մենք ունենք շատ լավ ընկեր, որին սիրում ենք, գործընկեր, խոսքը Իտալ Սոլարի մասին է, ճանաչում ես իրանց։ Հա, լսել եմ։ Ուրեմն իրանք բերում են, տեղադրում են արևային կայան, ու դու մոռանում ես հոսանքի ծախսի մասին, էլ չես վճարում հոսանքի համար։ Ուրեմն եթե հիմա մարդիկ Իտալ Սոլարից գնեն 10 կիլովատ եւ ավելի հզորությամբ արևային կայան նվեր են ստանալու 200,000 դրամի Երևան City նվեր քարտ։ Ինչ է նշանակում, հեսա նոր տարի է։ Այդ նոր տարվա գնումները, համով սեղանները լինում է անվճար, չէ՞, Իտալ Սոլարից նվեր։ Պլյուս այդ արևային կայանը, որ մոռանում ես առհասարակ հոսանքի ծախսի մասին, մի խոսքով մի փայլուն առաջարկ Իտալ Սոլար 812 զանգահարեք ձեզ կանեն անվճար խորհրդատվություն եւ նախագիծ ու մեր սիրելի մարդիկ էլ չեն վճարի էլի այդ հոսանքի ու կոմունալ ծախսերի համար կանեն նվերներ ամեն ձմեռը տես թեթև կանցնի առանց կոմունալ ու առանց նոր տարվա ծախսերի ասա լավն է շատ
Ես գիտեմ, որ Women's Club-ում դուք շատ մտերիմ եք աղջիկների հետ ու գիտեմ, որ ընկերներ եք, երբեմն հանդիպում եք, հավաքվում եք, ոչ թե երբեմն գուցե շատ հաճախ։ Ուրեմն մենք էլ ունենք շատ սիրելի ընկեր սրտի տանիքները, խոսքը Ամիոբանկի մասին է, ով տրամադրում է իր Visa Platinum կախարդական քարտը, որ ճամփորդելուց ես գիտեմ, որ դու շատ ես ճամփորդում, մի շարք խնդիրներ ուղղակի շատ թեթև եւ ուրախության է վերածում։ Բայց մինչ քեզ քարտը հանձնել, ուզում եմ քեզ տալ Ամիոբանկի կողմից 3 բլից հարց։ Women's Club-ում ում հետ կգնաս երեկվան ռեստորան ընտրելու։ Շատ սիրում ինչ-որ գինի խմելով։ Մաշայի։ Չէ, ոչ միայն գինի։ Իսկ ում հետ կճամփորդես։ Բոլորի։ Բոլորի։ Հա, աղջիկներով ճամփորդել է դա։ Հիմա ես քեզ նվիրում եմ այս քարտը, Ամիոբանկի Visa Platinum քարտը, ուրեմն սկզբից որ գնաս ճամփորդներդ անվճար կփաթեթավորեն։ Այն հերթերին էլ չես սպասի, այն որ գրանցում են, չէ՞, դու հերթ չես կանգնում, միանգամից կանցնես։ Հետո կբարձրանաս բիզնես սրա, շամպայնդ կվերցնես, եթե շամպայն կամ գինի, ինչ որ ուզում ես, կհյուրասիրվես անվճար։ Instagram-ից սթորիներդ սիրուն կանես։ Հետո կգնաս 30% զեղչով ավտոմեքենա կվարձես օտար երկրում։ Մի խոսքով այդ ամենը կլինի անվճար, որովհետև դու ունես Visa Platinum քարտ։ Եթե թերիչ կտել ուշացնեն մի որոշ ժամանակ անց, պիտի քեզ վճարեն, որովհետև դու ունես Ամիոբանկի Visa Platinum քարտ։ Ասա որ լավ էր։ Հրաշալի է։ Ես ինձ սիրուն նվեր հանձնեցին քեզ։ Մերսի, լուրջ իսկապես շատ պետքական նվեր է, ոնց կարաս մենակ էլ ճամփորդես։ Բայց որ Մաշայի հետ գնաս գինի խմելու, ես էլ եմ իրան շատ սիրում, ինձ էլ կասեք, հա։ Նեք Ֆրունզիկի որ ֆիլմն է սիրում ու որ դերակատարումը տա։ Ոյ։ Վայ, չեմ կարա այդպես ասեմ։ Ես մենք ենք մեր սարերից սկսած մինչև այն խորը դրամատիկ կերպարները, որտեվ չգիտեմ, հիմա չեմ ուզում բառերով ասել, բայց նույնիսկ ֆրազաները ինքը ամենասովորական տեքստը ինքը կսարքի Pearl։ Գիտես ինքը դա էլի եմ ասել տանիքներում, բայց շատ եմ սիրում, որտեվ Ալբերտ Մկրտչյանը իր եղբայրը իմ վարպետն էր։ Միշտ ասում էր, որ այս կյանքում ամենադժվար բանը դա հաջողությանը դիմանալն է, դա Ֆրունզի ասած խոսքերն են։ Այ քո մոտ այդպիսի էտապ եղել է, որ դու պիտի սայթակիր, բայց դիմացար այդ հաջողությանը։ Չեմ կարծում, ինչի, որովհետև տարիք կա, երբ որ գլխապտույտները շատ են լինում։ Այդ այն երիտասարդ այն տարիքն է, որ տենց երբ որ հաջողությունը գալիս էսպես ընկնում ակո վրա, գլուխդ սկսում ապատտվել ու շատերը չեն դիմանում, հա, ու աստղային հիվանդություն չասեմ, շատ ավելի բարդ բաներ են այդտեղ ի հայտ գալիս, բայց ըստ իս ինչի ես դա շրջանցեցի, որովհետև բավականին ուշ սկսվեց իմ մոտ այդ ամեն ինչը, էլի, то есть ես այն շրջանում, որտեղ պետք է աստղային տանի, այդ տարիքին հələ դեռ աշխատում էին վրա բան, հասկանես, ու տենց այն տարիքում, որ արդեն զգացի, որ ճանաչելիություն եկավ, բան եկա, ես արդեն գիտեի դրա գինը։ Դա տենց ուղղակի էսպես բան չէր, էլի, ես գնահատում էի այդ ամեն մի նույնիսկ մարդիկ, որ քեզ դրսում ճանաչում են, քեզ հետ նկարվում են, դրա արժեքը ես արդեն գիտեի, որովհետև դա անցած ճանապարհ էր։ Դրա համար այդպես որ ասենց եկավ սենց ապտակեց, ես ուշքս գնաց չդիմացա։ Չէ։ Սիրում եմ քեզ համտեսարը։ Լավն է։ Ուրեմն մյուս անգամ որ գնաս Փարիզ, որ պատմում էիր կադրից դուրս, որ ճամպրուկով պանիրներ էիր բերել, ինձ էլ կկանչես, կգամ ձեր տուն։ Անպայման, հա։ Ստաբիլություն թե ազատություն։ Համեն եմ սիրում, համեն։ Ում ես ամեն շատ կարոտում։ Երևի հորաքրոջս եմ շատ կարոտում։ Մարդկային մեծագույն արժեքը։ Բարություն, ներողամտություն։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Ինքս ինձ չդավաճանեմ։ Եվ ասում, որ հանդիպես ինչ կասես։ Մերսի։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Ուզում եմ հեսա գորանք ես սիրուն տանիքից։ Վայելենք ես մայրամուտը, վերջին կունգինիս անեմ։ Ու գորալը հավատա փայլուն անցի ստրեսը։ Հետո կասես օգնես թե չէ։ Հա։ Տանեմ գինիներ։ Ճարի գինով գորա։ Հա, գինով գորանք։
Հաղորդման գործընկերն է Ital Solar-ը։ Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Musa Production, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։